want to just thank again the Supreme Court for this ruling. It's a giant. Ողջույն սիրելի հետևորդներ, US Armedia YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են։ Նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է Գերագույն դատարանի որոշումը, որը ըստ նրա մոնումենտալ հաղթանակ էր սահմանափակելով դաշնային դատավորների լիազորությունները համազգային կարգով արգելափակելու իր քաղաքականությունը։ Այդ որոշումները վերաբերում էին նաև ծննդավայրի հիման վրա քաղաքացիության սահմանափակմանը, ինչը մինչև այժմ կասեցվել էր Մերիլենդի, Մասաչուսեթսի եւ Վաշինգտոնի դատավորների որոշումներով։ Սակայն դատարանը Թրամփի հրանգը ուժի մեջ չմցրեց անմիջապես, որոշելով, որ այն չի կարող կիրառվել մինչև որոշումից 30 օրը։ Թրամփը նշել է, որ 100,000-ավոր մարդիկ գալիս են Միացյալ Նահանգներ ծննդավայրի հիմքով քաղաքացիություն ստանալու համար եւ պնդել է, թե սահմանադրության փոփոխությունը նախատեսված էր նախկին ստրուկների երեխաների համար, ոչ թե այսօրվա ներգաղթյալների։ Դատարանի 6-3 որոշման հեղինակը պահպանողական դատավոր Էյմի Կոնի Բարետն էր։ Էմորի համալսարանի իրավունքի պրոֆեսոր Չարլզ Քուքը ասել է, որ այս որոշումը նախագահին անսովոր մեծ իշխանություն է տալիս փաստորեն վերաշարադրելու դաշնային օրենքները, ինչը որոշների կարծիքով նման է բռնապետական լիազորությունների։ Իր հերթին Սոնյա Սոտոմայերը ընդդիմադիր կարծիք արտահայտած 3 լիբերալ դատավորներից մեկը նշել է, որ հրամանը հստակ հակասահմանադրական է։ Թրամփը հրամանը ստորագրել էր իր պաշտոնավարման առաջին օրը, դաշնային գերատեսչություններին պարտավորեցնելով չճանաչել Միացյալ Նահանգներում ծնված այն երեխաների քաղաքացիությունը, որոնց ծնողները չունեն ԱՄՆ քաղաքացիություն կամ մշտական կացության իրավունք։ Քննադատներն ասում են, որ այս որոշումը տարեկան ավելի քան 150,000 նորածնի կզրկի քաղաքացիությունից։ Այսօր Գերագույն դատարանը նաև մի շարք այլ որոշումներ է կայացրել։ 6-3 հարաբերակցությամբ ընդունվել է որոշում, որը հաղթանակ է համարվել Մերիլենդի քրիստոնյա եւ մուսուլման ծնողների համար։ Նրանք պահանջում էին իրենց երեխաներին ազատել դպրոցներում LGBTQ+ թեմայով գրքերի ընթերցումներից։ Ուժի մեջ է մնացել Օբամաքերի դրույթը, որը պարտադրում է ապահովագրողներին անվճար տրամադրել կանխարգելիչ բժշկական ծառայություններ։ Դատարանը հաստատել է նաև Տեքսասի օրենքը, որը պարտադրում է պոռնոգրաֆիկ կայքերին պարտադիր օգտվողների անձնական տվյալների ներկայացում տարիքը ստուգելու նպատակով։ Ներքին անվտանգության քարտուղար Քրիստի Նոեմը գովեստի խոսքեր է ասել Ֆլորիդայի իշխանություններին ալիգատորների Ալկատրազ կոչվող նախաձեռնության համար։ Նախաձեռնությունը նախատեսում է միգրանտների պահման նոր կենտրոն կառուցել Ֆլորիդայի ճահիճներում։ Նոեմը նշել է, որ վարչակազմը փորձում է մեծացնել ներգաղթային կալանավայրերի կարողությունը եւ ձգտում է ավելի մատչելի պայմաններով պայմանագրեր կնքել։ Նրա խոսքով այս կենտրոնը առաջարկել է Ֆլորիդայի դատախազ Ջեյմս Ուտմայերը։ Կառույցը, որն արդեն պատրաստ է գործարկման, տեղակայված է Մայամիից մոտ 70 կիլոմետր արևմուտք գտնվող հեռավոր ճահիճների գոտում, օձերով, մոծակներով եւ ալիգատորներով լի վայրում։ Թրամփի վարչակազմի մասշտաբային արտաքսումների արդյունքում այսի պահման վայրերում վերջին տվյալներով գտնվում է ավելի քան 56,000 միգրանտ, ամենաշատը 2019 թվականից ի վեր։ Նոեմը նաև Լատինական Ամերիկա կատարած այցի ընթացքում ստորագրել է անվտանգության նոր համաձայնագրեր։ Հոնդուրասի հետ կնքվել է 3-րդ ապահով երկիր համաձայնագիր, Գվատեմալայի հետ ստեղծվել է համատեղ անվտանգության ծրագիր, որի շրջանակում ամերիկացի սահմանապահներն աջակցելու են Գվատեմալային սահմանային վերահսկողության բարելավման հարցում։ Նա ասել է, որ այս համաձայնագրերը ամիսներ շարունակ քննարկվում էին, սակայն միայն այցի արդյունքում է հաջողվել դրանք վերջնականացնել։ Կոստարիկան էլ Միացյալ Նահանգներից օգնություն է խնդրել մուտքի վերահսկողությունը տեխնոլոգիական մակարդակում ուժեղացնելու հարցում։ Պանամայի վերաբերյալ Նոեմը նշել է, որ երկիրը կարևոր է միգրացիոն հոսքը վերահսկելու տեսանկյունից, սակայն ինֆորմացիայի փոխանակման հարցում լավագույն գործընկերը չէ։ Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է երկրորդ անգամ արտաքսել միգրանտ Կիլմար Աբրեգո Գարսիային։ Այս մասին դատարանում հայտարարել է վարչակազմի փաստաբանը։ Սակայն նա նշել է, որ իշխանությունները մտադիր չեն նրան վերադարձնել Սալվադոր, որտեղ նրան մարտին սխալմամբ էին արտաքսել։ Սպիտակ տան խոսնակ Էբիգեյլ Ջեքսոնը հայտնել է, որ արտաքսումը չի կատարվի, մինչև Աբրեգոն դաշնային դատարանում պատասխանատվության չենթարկվի միգրանտների ապօրինի տեղափոխման մեղադրանքով։ X-ում Ջեքսոնը գրել է. նա կհանդիպի ամերիկյան արդարադատության ամբողջ խստությանը, ներառյալ ԱՄՆ բանտում պատիժ կրելը կատարած հանցագործությունների համար։ Աբրեգոյի քրեական գործի պաշտպան Շան Հեկերը մեղադրել է Սպիտակ տանն ու արդարադատության նախարարությանը հակասական հայտարարություններ տարածելու մեջ։ Ավելի վաղ 5-շաբթի արդարադատության նախարարության փաստաբան Ջոնաթան Գուինը Մերիլենդի դաշնային դատարանում ասել էր, որ Միացյալ Նահանգները անմիջական ծրագիր չունի Աբրեգոյին երկրից հեռացնելու, եւ եթե նրան արտաքսեն, ապա Սալվադոր չեն վերադարձնի, այլ երրորդ երկիր, որի անունը նա չի նշել։ Աբրեգոյի գործը դարձել է Թրամփի կոշտ ներգաղթի քաղաքականության խորհրդանիշներից մեկը։ 29-ամյա Աբրեգոն մարտին արտաքսվել եւ բանտարկվել էր Սալվադորում, չնայած 2019 թվականի դատական որոշմանը, որով արգելվել էր նրան այնտեղ ուղարկել, հետապնդման վտանգ
վտանգի պատճառով։ Թրամփի վարչակազմը այս ամիս վերադարձրել է Աբրեգոյին Միացյալ Նահանգներ դաշնային քրեական մեղադրանք առաջադրելու նպատակով, մեղադրելով նրան Միացյալ Նահանգներում ապօրինի ապրող միգրանտների տեղափոխման մեջ։ Նա մեղքը չի ընդունել։ Դաշնային դատավորը, որը վարում է Աբրեգոյի քրեական գործը, որոշել է նրան ազատ արձակել դատավարությունից առաջ, սկսած ուրբաթ օրվանից։ Սակայն Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ ազատ արձակելու դեպքում անմիջապես նրան կտեղափոխի միգրացիոն կալանքի տակ։ Շոն Դիդի Քոմսի ընտանիքը լքել է դատարանի շենքը բղավոցների ներքո։ Դատախազները եզրափակիչ հայտարարություններում ասել են, որ Քոմսն օգտագործել է բռնություն եւ վաղ ղեկավարելու քրեական խմբավորում, որը նրան հնարավորություն է տվել երկու նախկին ընկերուհիներին ներգրավել սեքսուալ շահագործման մեջ։ Եթե նա մեղավոր ճանաչվի բոլոր կետերով ռեկետի, սեքսուալ թրաֆիքինգի եւ մամնավաճառության նպատակով տեղափոխում, Bad Boy Records-ի հիմնադիրը կկրի նվազագույնը 15 տարվա ազատազրկում, իսկ առավելագույնը կարող է դատապարտվել ցմահ։ Դատախազ Քրիստի Սլավիկը նշել է, որ Քոմսը տարիներ շարունակ իշխանություն, բռնություն եւ վախ է կիրառել ցանկալի արդյունքի հասնելու համար։ Վեցշաբաթյա դատավարության ընթացքում նախկին ընկերուհիները վկայել են, որ մասնակցել են մի քանի օր տևած թմրանյութերով լի սեքս խնջույքների, այսպես կոչված ֆրիկ-օֆների, որոնց ընթացքում Փապտիդին նաև տեսանկարահանել է։ Դատախազությունը հիշեցրել է նաև տեքստային հաղորդագրությունների մասին, որտեղ ենթադրյալ զոհերից մեկը գրել է, որ վախեցել է հրաժարվել մասնակցելուց, քանի որ Քոմսը կարող էր դադարեցնել նրա վարձը վճարել։ Փաստաբանները պնդում են, որ սեքս գործողությունները եղել են փոխադարձ համաձայնությամբ, եւ Քոմսը չի իմացել, որ կանայք պարտադրված են եղել մասնակցել։ Նրանք պնդում են նաև, որ նրա աշխատակիցները տեղյակ չեն եղել որևէ ապօրինի բանից եւ որ թմրանյութերը, եթե նույնիսկ եղել են, միայն անձնական օգտագործման համար էին։ Դատավոր Ռոբերտ Մինցը նշել է, որ երդվյալները պետք է որոշեն արդյոք սա պարզապես անբարոյական քայլ է, թե Քոմսն իր բիզնեսն օգտագործել է մարդկանց լռեցնելու եւ հանցավոր գործունեությունը շարունակելու նպատակով։ Փաստաբանները դեռևս չեն ներկայացրել եզրափակիչ խոսքը։ Երդվյալները կսկսեն քննարկումները երկուշաբթի։ Հուլիսի 1-ից Միացյալ Նահանգների ավելի քան 10 քաղաքներում եւ նահանգներում նվազագույն ժամավճարը բարձրանում է։ Ավելի քան 800,000 աշխատող Ալյասկայում, Օրեգոնում եւ Վաշինգտոն DC-ում կստանան ավելացված աշխատավարձ։ Կանանց, սևամորթ եւ լատինո աշխատողների շրջանում բարելավումը կլինի համեմատաբար զգալի։ Ալյասկայում նվազագույն ժամավճարը բարձրանում է $1.09 եւ հասնում է $13։ Բարձրացումը հաստատվել է հանրակրվեով։ Գազդի 19,400 աշխատողի վրա տարեկան միջինը $925 աճով։ Վաշինգտոն DC-ում ժամավճարը կբարձրանա 45 ցենտով, դառնալով $17.95։ 62,200 աշխատող կստանա տարեկան միջինը $727 հավելում։ Օրեգոնում ժամավճարը կբարձրանա 35 ցենտով, դառնալով $15.05։ Գազդի 801,700 աշխատողի վրա տարեկան միջինը $420 աճով։ Այլ քաղաքներ եւ շրջաններ Կալիֆոռնիայում, Իլինոյսում եւ Մերիլենդում եւս 12 քաղաք եւ շրջան բարձրացնում են նվազագույն աշխատավարձը։ Ահա ամբողջական ցուցակը։ Կալիֆոռնիայից Ալամեդա, Բերքլի, Էմերվիլ, Ֆրեմոնտ, Լոս Անջելես քաղաքը, Լոս Անջելեսի շրջանը, Միլպիտաս, Փասադինա, Սան Ֆրանցիսկո, Սանտա Մոնիկա։ Իլինոյսից Չիկագոն է բարձրացնում նվազագույն ժամավճարը, իսկ Մերիլենդից Մոնտգոմերիի շրջանը։ Այս փոփոխությունները զուգորդվում են նրան, որ նվազագույն ժամավճարը դաշնային 2009 թվականից նույնն է $7.25 եւ ինֆլյացիայի աճի ֆոնին շատ նահանգներ եւ քաղաքներ անկախ բարձրացնում են աշխատավարձերը։ Նավթի շուկաների հանդարտումից մինչև Nvidia-ի նոր վերելքը, սա է շաբաթվա թվերով ամփոփագիրը։ 12%, սա միջազգային նավթի հիմնական ցուցիչի Brent տեսակի նավթի գների շաբաթական անկումներ ուրբաթ օրը։ Նավթի վերջին աճը շրջվել է անկման, երբ Իսրայելն ու Իրանը համաձայնել են հրադադարի։ Առևտրականները նշում են, որ դա վերացրել է մտավախությունը, թե Թեհրանը կարող է փորձել արգելափակել մատակարարումները, թեև Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի կարելի երաշխավորել, թե հակամարտությունը չի վերսկսվի։ Կարող է նորից սկսվել, գուցե մի օր կարող է, գուցե շուտով սկսվի, ասել էր նա։ $3.76 տրիլիոն, այսպիսի ռեկորդային շուկայական արժեքի հասել Nvidia-ի արհեստական բանականության չիպերի առաջատարը։ Ընկերությունը շրջանցել է Microsoft-ին, դառնալով աշխարհի ամենամեծ շուկայական կապիտալ ունեցող ընկերությունը։ 289,000, հենց այսքան պատվեր է գրանցվել Xiaomi-ի նոր U7 էլեկտրամեքենայի համար վաճառքի առաջին ժամում։ Այս տպավորիչ ցուցանիշը մեծացնում է ճնշումը Tesla-ի վրա, որի շուկայական բաժինը Չինաստանում նվազում է։ Վերլուծաբանները նշում են, որ Elon Musk-ի ընկերությունը հավանաբար ստիպված կլինի նոր գնիչեցումների դիմել մրցունակությունը պահպանելու համար։ 11%, Nike-ի բաժնետոմսերի աճն է։ Ընկերությունը հայտնել է, որ կկրճատի Չինաստանից կախվածությունը Միացյալ Նահանգների արտահանվող ապրանքների արտադրության հարցում։ Սպորտային հագուստի հսկան փորձում է սահմանափակել Դոնալդ Թրամփի համաշխարհային տուրքերից բխող ռիսկերը։ Վերջին եռամսյակում Nike-ի վաճառքները կտրուկ անկում են ապրել, եւ Չինաստանն այստեղ եւս խնդիր է։
10%։ Այսքանով են աճել Կարնիվալի բաժնետոմսերը։ Ծովային զբոսաշրջության օպերատորը գերազանցել է կանխատեսումները գրանցելով գրեթե 20 տարվա առավելագույն շահութաբերությունը։ Միացյալ Նահանգների սպառողական ծախսերը մայիսին անսպասելիորեն նվազել են, երբ նախագահ Թրամփի մաքսատուրքերի նախորդող կանխավ գնումների խթանիչ ազդեցությունը դադարել է։ Ուրբաթ օրը հրապարակված Միացյալ Նահանգների առևտրի նախարարության զեկույցը ցույց է տվել, որ սպառողական ծախսերը նախորդ ամիս նվազել են 0.1%-ով։ Տնտեսագետները թեև կանխատեսում էին 0.1% աճ։ Սա 2025 թվականին սպառողական ծախսերի երկրորդ անկումն է։ Սպառողական ծախսերը կազմում են Միացյալ Նահանգների տնտեսության ակտիվության ավելի քան 2/3-ը։ Միևնույն ժամանակ մայիսին գնաճը պահպանվել է համեմատաբար մեղմ, սակայն ավելի է հեռացել դաշնային պահուստային համակարգի նպատակային մակարդակից։ Անձնական սպառման ծախսերի գների ինդեքսը PCE-ին մայիսին փոքր-ինչ աճել է, տարեկան գնաճը հասցնելով 2.3%-ի։ Հիմնական գնաճը, որը բացառում է սննդամթերքի եւ էներգիայի գների տատանումները, մայիսով ավարտվող տարվա կտրվածքը աճել է 2.7%-ով։ Դաշնային պահուստային համակարգը ուշադիր հետևում է PCE գների ինդեքսին, քանի որ նպատակ ունի տարեկան գնաճը նվազեցնել մինչև 2%-ի։ Սակայն ուրբաթ օրը հրապարակված տվյալները քիչ հավանական է, որ զգալի ազդեցություն կունենան դաշնային մոտակա դրամավարկային քաղաքականության վրա։ Ղեկավար Ջերոմ Փաուելը այս շաբաթ օրենսդիրներին հայտնել է, որ կենտրոնական բանկին ավելի շատ ժամանակ է պետք գնահատելու Թրամփի մաքսատուրքերի հնարավոր ազդեցությունը գնաճի վրա, մինչև տոկոսադրույքերի կրճատման վերսկսման մասին որոշում ընդունել է։ Այսօրվա լուրերից առանձնացրել էինք այսքանը։ Ես Հարություն Մինասյանն եմ։ Շնորհակալ եմ ուշադրության համար։ Առողջ եղեք։